Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։ Բարև ձեզ Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ ինձ հրավերն ընդունելու համար։ Տիկին Զոհրաբյան, Սահմանադրական դատարանը կայացրեց իր որոշումը, որը առնվազն իմ եւ ձեզ համար անսպասելի չէր ամենևին։ Ընդդիմադիր երկու ուժերն էլ արդեն հայտարարեցին, որ վերցնում են մանդատները եւ խորհրդարան գնում։ Նախ կխնդրեմ ձեր գնահատականատակ ՍԴ-ի որոշմանը եւ որպես ընդդիմությանը ընտրող քաղաքացի, որքանով է ձեզ համար մանդատները վերցնելու որոշումը ընդունելի, քանի որ մենք նախորդ տարիների օրինակով տեսանք, թե դա ինչ արդյունք է ունենում վերջում։ Տեսեք, ես նենց եմ զարմանում, որ ինչ որ մարդիկ, այդ թվում օրինակ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչները ՍԴ-ում ինչ որ սենց վարդագույն ռոզովի ատենկեքով սպասումներ ունեին, որ ՍԴ-ում կան վիզիտիլի դատավորներ, ովքեր կարող են կայացնել արդար վճիռ։ Հասկանալի է, չէ՞, որ ինչպիսին պիտի լիներ ՍԴ-ի վճիռը այն դեպքում, երբ որ դրսում, երբ որ կարդում էին դատավորները Սահմանադրական դատարանի վճիռը, մեկ հոգի անգամ չկար, այսինքն արտաքին պրեսինգ չկազմակերպեցին այն քաղաքական ուժեր, ովքեր դիմել էին ՍԴ բողոքարկելով ընտրությունների արդյունքները, փողոցը այսպես ամայի էր, այսպես հուլիսյան տապ եւ շոկ, եւ իրանք ակնկալում էին, որ ՍԴ-ն որևէ այլ որոշում պիտի կայացներ, եթե չկար հանրային պրեսինգ ՍԴ-ի վրա, որ գոնե հույս ունենայինք, որ գոնե կարող է պեղվեր մի պատգամավոր, ով վախենար կամ զգուշանար կամ բարոյական արգելակներ ունենար հանրային ճնշման տակ։ Ինձ համար սա ակնհայտ է դարձնում մի բան, որ ընդդիմությունը շատ լավ գիտեր Սահմանադրական դատարանի վճիռը ինչպիսին է լինելու, ավելին իրենք այդ վճռի հետ հաշտվել էին, ուստիև գնացին հաջորդ քայլի վերցնելու պատգամավորական մանդատները։ Ձևական պրոցեդուրայի հետ գործում էինք փաստացի։ Միանշանակ այո, գիտեք, ես միտումնավոր չեմ մասնակցել այս մանդատ վերցնել չվերցնելու այս հայոց հարցին, որ սենց խորենացու հայոց հարցը դարավ, կամ ասենք, չգիտեմ էլի, այն Դանեմարկայի Համլետի լինել չլինելը, սա բացառապես ընդդիմության պատասխանատվության դաշտում է, իրենք են պատասխանատու լինելու մանդատ վերցնելու, նաև չվերցնելու դեպքում, եթե այդպիսի որոշում կայացվեր բոլոր քայլերին, իրենք պիտի հասկանան ինչպիսի պատասխանատվության տակ են մտնում, ուզում եմ հիշեցնել ընդամենը իրենց հայտարարությունից, որ մանդատ են վերցնում անմիջապես նորընծա նախագահ Ռուբեն Ռուբինյանի հերթական սպառնալից մեսիջը, որ եկեք, բայց չմտածեք, որ ձեր կատարած ընտրական հանցագործությունների հետևից միջև վերջ չեն գնալու, ես ավելին, այո, վերաբերելու ենք որպես հանցագործների, ավելին ես չեմ բացառում, որ այս ամեն օր, որ պեղվում է ինչ-որ սենց նոր ահասարսուր ձայնագրություններ ընտրակաշառքի, այս ամենը մի օր կարող է այս գործերը, եթե այս ռեժիմը չկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ եւ հանգիստ չթողնի խորհրդարան անցած երկու պրոռուսական ուժերի, չեմ բացառում, որ իրենք գնան նաեւ այն ճանապարհով, որ անգամ մանդատ վերցնելուց հետո պարզվի, որ այդ մանդատները ընտրակաշառքով են եղել, կամ այդ ուժերը գուբերնիայիստ ռու Կրեմլի ագենտ Պուտինի ինչ որ կամակատարներ են եւ ընդհանրապես նրանց ամբողջ ընտրացուցակները անգամ մանդատները ստանալուց հետո վերցվեն եւ իրենք ուրեմն հայտնվեն խորհրդարանից դուրս, բայց նաեւ ես նայում եմ, կրկնում եմ, այդ բացառապես իրենց որոշումն է եւ անկեղծ որ ասեմ, ճիշտ է արել ընդդիմությունը, որ վերցրել է մանդատները, որովհետեւ անելիքը չունեին։ Այո, լինենք անկեղծ, ինչ պիտի աներ ընդդիմությունը, եթե չվերցներ մանդատները, իրենք այս պահին փողոցային պայքարի ոչ ռեսուրս ունեն, ոչ էլ դատելով իրենց քայլերից, ոչ էլ մտադրություն եւ ոչ էլ ժողովուրդն է այս պահին պատրաստ նորից փողոց դուրս գալու, պատրաստ կլիներ, եթե
այն օրը, հունիսի 7-ին, երբ որ դեռ 10% քվեները հաշված չէին, Նիկոլը հայտարարեց, որ ինքը հաղթել է, ընդդիմությունը ոչ թե սպասեր հունիսի 14-ին, մի 7 օր էլ սպասեր, որ ԿԸՀ-ն վերջնական արդյունքները ամփոփեր, այլ այդ պահին փողոցում պիտի լինեին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ես հասկանում եմ, թե ինչու է ընդդիմությունը վերցրել մանդատները, որովհետև հակառակը անելու համար իրանք պիտի ունենային հստակ ճանապարհային քարտեզ, որը չունեն, բայց ես նորից եմ հորդորում ընդդիմությանը մանդատ վերցնելու ծիսակարգը չփորձեն ներկայացնել որպես խարակիրի անձնազոհություն, որ մանդատը դա ուղիղ ճանապարհ է դեպի կալանավայր, մենք չենք ուզում վերցնել, բայց դա անում ենք ձեր համար, մի արեք, հարգելիներս, ձեր դիմաց ինտելեկտուալ մարդիկ են կանգնած, ձեր ընտրողները ախուրյանցի անոներ չեն, մի արեք, պարզապես լուր, վերցրեք ձեր մանդատները, ասեք, որ այս պահին, այս փուլում սա է ճիշտ որոշումը, որը իրապես ճիշտ որոշում է, որտեղ հակառակը բացառապես հասկանալի չէր լինելու, ինչ եք անելու, եւ գնացեք, փորձեք հասկանալ ստեղծված բավականաչափ բարդ իրավիճակում ինչ ենք անելու, առանց խաչակրած արշավանքների, ինչ որ խոստումների, որովհետեւ ձեր ցուցակներում ոնց սենց նայում ենք անձնազոհ խաչակիրներ, որ շատ անկեղծ ասեմ, ես անձամբ չեմ տեսնում ու այստեղ ես նորից հենց անհնար դարձնում այդ մանդատներից հրաժարվելու գործընթացը, քանի որ մեծ հավանականությամբ 200 հոգանոց երկու ցուցակներում գուցե գտնվեն այնպիսիները, ովքեր չեն հրաժարվել։ Ես եմ կազմել այդ ցուցակները, երբ որ հայտնվել են նենց մարդիկ, որոնք 3 վայրկյան հետո դառնալու են Դաբլ Գեգամ Նազարյան։ Ես եմ այդ ցուցակները կազմել, անուններ չենք ուզում տանք, չէ, բացեմ ցուցակը կուսակցություններից մեկի, առաջի 30-ում 15 հատ Գեգամ Նազարյան նշեմ է, հետո որ չենք խոսում այդ մասին, դա չի նշանակում, չէ, որ չենք տեսնում, չենք հասկանում, եւ ես ինչքան անցնում է ժամանակը, ինչքան ես տեսնում եմ իրավիճակը եւ տեսնում եմ, հա, որ ընդդիմության ըստ էության փակուղային իրավիճակը, որ ելք բացի նրանից վերցնենք մանդատ, գնանք տենանք, ինչ կարանք անենք, այս կատաստրոֆիկ խորհրդարանում, որտեղ արդեն սպառնում են, որ իրենց վերաբերելու են որպես հանցագործների եւ միջև վերջ սատկացնելու են, ես կրկին համոզվում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը կանխատեսելով այս բոլոր հնարավոր զարգացումները չմտնել ի սկզբանե դատապարտված եւ կանխատեսելի գործընթացի մեջ ամենաքաղաքական որոշումներ, որովհետև ի վերջո, երբ որ կուսակցության ալգորիթմները քաղաքական են, կուսակցությունը մտածում է քաղաքական, երբ որ չի մտածում գնամ մանդատ վերցնեմ, հետո կտենամ ինչ կանեմ կամ կարողա աշխարհաքաղաքական նենց իրավիճակ կպնի, որ կարողանամ դրսում ինչ որ բան անել, այլ դու հույսդ դնում ես քո ռեսուրսի վրա եւ մտածում ես քաղաքական, այս առումով ամենաճիշտը ՀՀԿ-ի դիրքորոշումն էր, որովհետեւ ինչ էլ անեն հիմա, ինչ հերոսական բոցաշունչ ելույթներ էլ ունենան, որտեւ մենք իրանց ելույթի համար չենք գործուղել խորհրդարան, հետագա բոլոր հնարավոր եւ արդեն իսկ կանխատեսելի փոքր մեծ միջին կապիտուլյացիաների եւ Հայաստանի ինքնիշխանությանը հասցված կորուստների պատասխանատվությունը նաեւ իրանք են կրելու, որպես այս process-ները չուզենալով կամ ակամա թե ակամա լեգիտիմացնողներ։ Ինչպես Արցախի հանձնումը լեգիտիմացվեց նախորդ ընդդիմության կողմից։ Այո, դա փաստ է, դա միանշանակ իրականություն է ցավոք։ Տիկին Զոհրաբյան, իսկ եթե կան ընտրությունների գիշերվան հունիսի 7-ին, ձեր գնահատմամբ ինչ խնդիր փորձեց լուծել Նիկոլ Փաշինյանը այդ ժամի 2-ին, երբ 10%-ներ ընդամենը ամփոփված տեղամասերի, երբ իրեն հաղթող հռչակեց եւ հետագա արդյունքների ամփոփման վրա դա արդեն ինչ ազդեցություն ունեցավ, քանի որ հիշում ենք, որ դրանից տևական ժամանակ նաեւ դադարեցվել էր հաշվարկի հրապարակումը։ Այո, ինչ որ կայքը իբր կախել էր, չգիտեմ ինչ էր, պարզ։ Հասկանալի է, չէ, որ ամենաշատը եւ Նիկոլը
հիմնավորապես գիտի, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին եւ ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Ես կարծում եմ ինքը դրանով փորձեց խոճապի մեջ գտնվող իր թիմին մոբիլիզացնել, որովհետեւ ինչքան էլ իր թիմը փորձի ներկայացնել, որ իրանց այդ հուսաբեկ տեսքերը դա հոգնածության արդյունք էր, ակնհայտ էր, որ կա խոճապ եւ ակնհայտ էր, որ թիմը չէր հասկանում ինչ է կատարվում եւ Նիկոլ Փաշինյանը որոշակի մտավախություն ուներ, որովհետեւ ինքը հոշատ լավ գիտի իր թիմին, որ թիմը կարող է փախնել ընդդիմության կամ ընդդիմության հետ փորձի ինչ որ ստվերային գործարքների գնալ եւ ուստի եւ դեռ 10% կամ ընդամենը 10% հաշվարկած ինքը շտապեց ԿՊ գրասենյակ հայտարարելով, որ իրենք հաղթել են։ Կարծիքներ կան, որ նաև սրանով Վահագն Հովակիմյանն էր հանձնարարություն տալիս, քանի որ վերջինս ամբողջ կյանքում իր աշխատողն է եղել եւ իր հանձնարարություն տալու ոճը շատ լավ գիտի։ Դե գիտեք, ես չեմ կարծում, որ Նիկոլը ԿՊ գնաց, որ Վահագին հանձնարարություն տա, Նիկոլը Վահագին հանձնարարություն կարա մի հատ SMS-ով տա, WhatsApp-ի թե Telegram-ի, ես չգիտեմ իրանց գրուպան հիմա Telegram-ում է թե WhatsApp-ում է, եթե ինքը հանձնարարություն տար Վահագին, որ Վահագը պետք է հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը 967% հաղթանակ կատարել, Վահագ Հովակիմյանը նույն այդ ոչինչ չասող դեմքով այդ վճիռը կկարդար եւ բոլոր հարցերին ի պատասխան կասեր հարցը ես չեմ հասկանում, բայց Նիկոլ Փաշինյանը 976% ձայն է տարել, ուստի ես կարծում եմ դա ուղղված էր առաջին հերթին թիմին, որ չկա խոճապ, մենք անկախ նրանից քանի տոկոս ձայն ենք տարել, մենք իշխանություն չենք հանձնելու։ Այդ մեսիջն էր, որ ինքը փոխանցեց գիշերը 2-ին եւ այստեղ առնվազն զարմանալի է, որ ընդդիմությունը ժողովրդին կոչ չարեց դուրս գալ փողոց։ Իհարկե, այն որ ասում է պահը բաց է թողնվել, հիմա էլ ինչ կասեն, ինչ հերոսական հայտարարություններ կանեն, չգիտեմ ինչեր կանեն, մենք գնալու ենք, այս դուք ոչինչ էլ չեք անելու, համենայն դեպս այս պահին տեսանելի չի, ես չգիտեմ աշխարհակաղակական զարգացումները ինչպիսին կլինի, որը ինչ որ նաև ներքաղաքական թրիգերների հնարավորություն կտա, այս պահին ես որևէ նման թրիգերի աշխարհակաղակական, որը կարա ներքաղաքական ինչ որ process-ներ գեներացնի, այս պահին չեմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը դա կարող է չլինել։ Տիկին Զոհրաբյան, իսկ այնուամենայնիվ այս ընտրությունների մասով ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության կորուստ ունեցավ, քանի որ առնվազն ձեր նախկին քաղաքական ուժը Բարգավաճ Հայաստանը անցողիկ շեմը հաղթահարել էր եւ օրը ցերեկով ձեր նախկին գործընկերը հենց Վահագն Հովակիմյանը այսպես մի որոշմամբ որոշեց Բարգավաճ Հայաստանին զրկել մանդատներից, ինչը արդեն ԿՊ-ի համար 3/5 ապահովեց մանդատների եւ դասավորվածություն փոխեց խորհրդարանում։ Ես համաձայն եմ, իհարկե ունեցավ, բայց մի հատ եկեք հասկանանք մի բան էլ, այդ լեգիտիմության գնահատականը, կնիքը, կլեյմոն, ով է տալիս են միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, իր դեռ ՍԴ որոշումը չեղած, Եվրամիության առաջի դեմքը Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկավ եւ հայտարարեց, որ շնորհավորում է քաղաքացիական պայմանագրին եւ իշխանությանը ժողովրդավար ընտրությունների կապակցությամբ։ Այդ նախկին իշխանությունների ժամանակը չի է, որ մի հատ ընդդիմադիրի, չգիտեմ, ասենք ծիրանկերածլներ աղիքները վատանային Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառվեր եւ Հայաստանը ընկներ Եվրոպայի խորհրդի եւ միջազգային բոլոր կառույցների սանկցիաների տակ։ Այո, այս ընտրություններով Նիկոլ Փաշինյանը զգալի կորուստ ունեցավ լեգիտիմության, բայց այդ կորուստի վրա միջազգային կառույցները խորապես թքած ունեն։ Ինչպես թքած ունեին Վրաստանում ժամանակին, ինչպես թքած ունեին Մոլդովայում, երբ որ կատաստրոֆիկ, ուրեմն ֆալսիֆիկացիաներով ընտրություններ տեղի ունեցան եւ Սանդուն հռչակվեց նախագահ, ինչպես թքած ունեն եւ շարունակում են թքած ունենալ Ուկրաինայում։ Այնուամենայնիվ բավականին պատկառելի թվով քաղաքացիներ 560,000 մարդ քվեարկել է Փաշինյանի հեռացման օգտին, կարծում ես 560,000-ի թիվը իրականում շատ ավելի մեծ է, քանի որ մյուս ուժերի շարքում էլ իրական ընդդիմադիր ուժեր կային, որոնք անհամեմատ քիչ ձայներ ստացան, բացի իհարկե Փաշինյանի սատելիտներից։ Հիմա ձեր գնահատմամբ այս փուլում ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի մարդկանց այս մեծ վստահությունը չմսխի եւ այն քաղաքական կապիտալի վերածի ի վերջո հաջողվի Փաշինյանին հեռացնել։ Տեսեք, այո, որևէ մեկը չփորձի մեղադրել ժողովրդին։
աննախադեպ նախորդ ընտրությունների համեմատ աննախադեպ մասնակցություն եղավ մոտ 1.5 միլիոն մարդ, 1.476.000 մարդ գնաց ընտրատեղամաս, որից 560 մոտ հազարը քվեարկեց այս ռեժիմի դեմ, մոտ 170,000 քվեաթերթիկ էլ հայտարարվեց անվավեր, եւ ես ավելի քան վստահ եմ, որ այդ մոտ 170,000-ի մեջ ԿՊ-ի քվեաթերթիկներ գրեթե չեն եղել։ Այսինքն այդքան թվով մարդ դեմ քվեարկեց այս ռեժիմին։ Հիմա ընդդիմությունը հայտարարել է վերցնում է մանդատները, դա լրջագույն պատասխանատվություն է եւ իրենք պիտի կարողանան այնպիսի կենսունակ համախմբման բոլոր ուժերի, այդ թվում նաեւ խորհրդարանից դուրս ճանապարհային քարտեզ ներկայացնել քայլերի եւ ոչ թե իրենց գործունեությունը սահմանափակեն Նիկոլին ազգային ժողովում սուր հարցեր տալով կամ Ռուբեն Ռուբենյանին, Վահագն Ալեքսանյանին պատասխանելով կամ իրար վրա ջերմուկի, հիմա չգիտեմ փոխել են, էլի ջերմուկա թե այնտեղ սիլի շշեր շպրտելով, եթե կրկնվելու է այս պատմությունը, ապա շատ կարճ ժամանակում, շատ կարճ առանց էլ տեսնում եք, թե մանդատներ վերցնել է իրենց հանրային ինչպիսի մեծ դժգոհություն է առաջացրել իրենց ձայն տվողների մեջ եւ իրանք հիմա փորձում են տարբեր կերպ արդարանալ, վերցնում են գնանք նահատակվենք, վերցնում են գնանք կալանավորվենք, վերցնում են գնանք խարակիրիներ անենք, վերցնում են գնանք սամուրայի բաներով մեզ դաղենք, պետք չի այդպիսի բաներ ասել, վերցրել եք, մտնում եք պատասխանատվության տակ, մենք ձեր որոշումը հարգում ենք, մենք ձեր որոշումը ընդունում ենք, բայց դուք պիտի հասկանաք, որ այդքան թվով մարդու պատասխանատվությունը իրացնելը լուրջ խնդիր է եւ չեք կարա էլի Նիկոլին սուր հարց տալով կամ Նիկոլին ներվերի վրա ազդելով կամ այսօր իմ հարցը Նիկոլ Փաշինյանին հունից հանեց, Նիկոլ Փաշինյանին էլ իբր առիթ էր պետք հունից դուրս գալու համար կամ հարց էր պետք, հա? Իրենց էջերում էլ միայն հարցի հատվածը իրենց էջերում էլ դնել իրանց հարցի հերոսական հատվածը, գցել իրանց օբշի գրուպաներ, որ իրանց այդ բաները ֆեյքերը ակտիվները գրեն, էս ինչ ասեց, սենց բան չկա, պորտը տեղը դրեց, իրանք էլ ծապտան, բայց ասենք Նիկոլի պատասխանը չդնեն, հա, չի լինելու, չի անցնելու, Դավիթ ջան, այդ կրուտիտները, այդ մանկապատանեկան, ես չգիտեմ, այդ բաները չի անցնելու, բայց ես հասկանում եմ, որ նաև ընդդիմությունը գլոբալ առումով ասում է, դե չի անցնի, ինչ ա եղել, որ չի լինի, 5 տարի պատգամավոր կլինենք, չի լինի։ Ես հասկանում եմ, որ ես հիմա ավելորդ էներգիա եմ ծախսում, հիմա մեր ընդդիմադիրները լսած ասում են, չի լինի, հիմա չենք կարողանա արդարացնել ձեր վստահությունը, չենք արդարացնի, ու քեզ խիստ ճղում, չէ, ես ինչ չեմ ճղում։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մի փորձեք անհարգալից վերաբերմունք դրսևորել ձեզ ընտրածների հանդեպ եւ մի փորձեք ասել բաներ, որ դուք ձեր խիստ սահմանափակ ռեսուրսով, այդ թվում նաև ինտելեկտուալ եւ մտավոր եւ նաև մարդկային որակներով մի քանիսին հանած չեք կարողանալու անել։ Եվ ընդհանուր առմամբ ինչ եք կարծում, այս խորհրդարանը երկար կյանք կունենա, քանի որ լեգիտիմության ճգնաժամը արդեն իսկ կա, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ չունի իր համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը, 2/3-ը։ Սա օրինակ կարող է արտահերթ ընտրությունների հանգեցնել, թե երբ այդ սահմանադրությունը փոխելու վճռորոշ պահը գա, նրան կհաջողվի, այսպես ասած, մի քանի Գեգամ Նազարյան, Իշխան Զաքարյան կհաջողվի։ Ուրեմն այդ որ ասում են աննախադեպ է, Նիկոլը չունի առաջին անգամ սահմանադրական մեծամասնություն, այո, այդ ընդդիմադիր լիդերները, որ ասում են առաջին անգամ պատմության մեջ Նիկոլը չունի սահմանադրական մեծամասնություն, հարգելիներս, Նիկոլը նախորդ խորհրդարանում էլ չուներ սահմանադրական մեծամասնություն, բայց հոպ հայտնվեց Իշխան Զաքարյանը եւ ինքը ունեցավ սահմանադրական մեծամասնություն, այնպես որ երբ որ պահը գա, ես սա չարախնդալով չեմ ասում, ես սա իրապես ցավով եմ ասում, այնքան արագ են հայտնվելու մի քանի Գեգամ Նազարյաններ, որ դուք էլ եք զարմանալու, թե այդ Գեգամ Նազարյանը ձեր ծոցից բուսնած, ձեր այս ծոցաջեբա սա, հա, ստեղից ոնց հանկարծ ծլեց, ուստի հորդորս մի այդքան ինքնավստահ պնդեք, որ
չեն կարողանալու ձեր շարքերում գտնել Գեգամ Նազարյաններ, ես ձեր փոխարեն ավելի խոհեմ կլնեի, լուր կվերցնեի падգամավորական մանդատը, կասեի, որ այս պահին ճիշտ քայլը դա է, իսկ իրականում այս պահին ճիշտ քայլը դա է, որովհետև հակառակը փողոց գեներացնելն է, որը այս պահին դուք չեք կարող, չեք ուզում եւ ժողովուրդն էլ դրան պատրաստ չի, բայց այդ ամենը անել առանց բարձրագոչ հայտարարությունների։ Մոտքին Զոհրաբյան, թեպետ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, բայց այդպես էլ նա չի խաղաղվում եւ ընդդիմությանը շարունակում է հետապնդել։ Այսօր վաղ առավոտվանից խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը եւ նրան պատկանող ձեռնարկություններում ընդդիմադիր նյուս առաջնորդների նկատմամբ էլ հիշում ենք սահմանափակումներ կիրառվեցին, ձերբակալություններ կան եւ այսպես շարունակ։ Ինչի մասին է սա վկայում, եթե իսկապես Փաշինյանը ընտրվել է եւ ունի իր ուզած ամուր հիմքերով իշխանությունը, ինչու նա չի խաղաղվում։ Տեսեք, շատ պարզ է, որ Փաշինյանը գնում է բռնատիրության մեխերը ամրացնելու բոլտու գայքերը ձգելու ճանապարհով։ Տրամաբանական էր թվում, որ մարդով իր գրպանի կենտրոնական ընտրական հանձնաժողովով եւ ՍԴ-ով ստացել է իր ուզած վճիռը, ավելին Եվրոպական միության լեդին էլ Ուրսուլան եկել է մի հատ էլ պեչատել է, որ տեղի ունեցան աննախադեպ ժողովրդավար ընտրություններ, պիտի խաղաղվեր եւ այսպիսի ռեպրեսիաներ չի պիտի սկսեր ընդդիմության հանդեպ այս պահին, ես չգիտեմ մեր զրույցի պահին Ծառուկյանը կալանավորված է թե չէ, բայց կարծում եմ, որ այն հայտարարությունը, որ տարածեց քնչականը, տանում է դրան, պիտի տպավ լոգիկան սթափ հուշում է, որ այս ամենից հետո իշխանությունը պիտի գնար հանրային համերաշխության ճանապարհով, որովհետև այս ատելությունը փոխադարձ քայքայում է մեր հանրային օրգանիզմը մետաստազների 4-րդ աստիճանի քաղցկեղի նման, այս հանրային ատելությունը, այս փոխադարձ թշնամանքը քայքայում է, բայց Նիկոլ Փաշինյանը իրան չի կարող թույլ տալ համերաշխության օրակարգի շռայլություն, որովհետև այո, համերաշխության օրակարգը կարող է բերի ազատ խոսք, ազատ այլակարծություն, իսկ ինքը չի կարող որևէ լազեյկա, որևէ սողանց քանդուրժել, որտեղից ինչ որ մի ժամանակ հետո կարող է հնչել օրինակ ազատ խոսք։ Եվ ուզում անդրադառնանք նաև հայ-ռուսական հարաբերությունների ստեղծված ճգնաժամին, Նիկոլ Փաշինյանը այսօր Ռուսաստան է մեկնել եւ հանդիպելու է վարչապետ Միշուստինի հետ։ Ինչ եք կարծում, Փաշինյանին կհաջողվի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, եթե այո, որը կլինի դրա գինը եւ ի վերջո շնորհավորանք ստանալ Վլադիմիր Պուտինից, ինչը աննախադեպ երևույթ է, որ ընտրությունից տևական ժամանակ է անցել, սակայն Ռուսաստանը դեռևս չի շնորհավորել ու չի ճանաչել փաստացի ընտրությունները։ Տեսեք, հասկանալի է, որ Ռուսաստանը դեռ ոտքը գազի վրայից չի վերցնում, բայց ես չեմ ուզում այն մեր մոլի սենց երթվալ ռուսամետների նման ասել վերջ, հեսա տեսեք Ռուսաստանը ինչ անելու, չէ, Ռուսաստանը այն վանոն մի հատ լավ խոսք ուներ, մերանք ռսին իր շահը բացատրելով, Ռուսաստան, ինչպես եւ ցանկացած տերություն ունի իր աշխարհաքաղաքական շահերը եւ որ պահին, որ այսօր կա հանդիպում Միշուստինի հետ Եկատերինբուրգում եւ բնականաբար գնալու են բանակցություններ, որ պահին, որ Ռուսաստանը կարողանա օրինակ ըստ ռուս փորձագետների Ռուսաստանի խնդիրը այս պահին թրիփում ունենալ որոշակի վերահսկողություն։ Ես չգիտեմ որքանով է այդ օրակարգը եւ բացառապես այդ օրակարգը, բայց եթե կարողանա Ռուսաստանը փոկել նաեւ Հայաստանից իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկումը, Պուտինն էլ կշնորհավորի, Պուտինի մերձավորներն էլ բոլորն էլ կշնորհավորեն եւ այս առումով է, որ ես շատ դեպքերում ասում եմ, որ իսկապես բարդ է անդիմության վիճակը, որովհետեւ երբ որ 18 թվականին երրորդ նախագահը ասում էր ես շատ ավելի հզոր ուժերի եմ պարտվել, շատերը չէին հասկանում եւ մինչեւ հիմա էլ չեն հասկանում։ Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում քո թիկունքում բրոնե ժիլետի նման ունենալ հզոր աշխարհաքաղաքական դարպասներ։ Լայն կոնսենսուսը շարունակում է պահպանվել Փաշինյանի իշխանության։ Ես ավելի քան վստահ եմ, որ կոնսենսուսը շարունակվելու է, ավելի քան վստահ եմ, որ ինչ որ մի պահ հետո, երբ որ կկարողանա Ռուսաստանի հետ պայմանավորվել Նիկոլը, իսկ ինքը կկարողանա, որովհետև Ռուսաստանը այդպիսի մի իրանք էլ են ասում էլի, սովորույթ ունի, իրանք սիրում են աշխատել
այդ պահի իշխանության հետ, անկախ նրանից տվյալ իշխանությունը որքան է լեգիտիմ եւ որքան լեգիտիմ չի, եւ այն պահին ընդդիմության հետ էլ խոսել չեն սիրում, եւ այն պահին, որ պահին Ռուսաստանը կարողացավ Նիկոլից պոկել իր աշխարհաքաղաքական շահերի թեկուզ մասնակի սպասարկում, վստահ եղեք, որ Պուտինն էլ է շնորհավորելու եւ այդ տնտեսական դարպասներն են բացվելու, մեր ծիրանն էլ սենց ծիրան շատ լավ հասնելու է ռուսական շուկա։ Եվ հենց սրան է ուզում անդրադառնանք Տիկին Զոհրաբյան, ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի կոշտ քայլերը, մասնավորապես այս արտահանումների սահմանափակումները եւ այն խրոխտ տոնով հայտարարությունները, որոնք մենք լսում էինք Մոսկվայում, որքանով նպաստեցին Փաշինյանի վերարտադրությանը։ Ես նշեմ, որ մեր հարցումների ժամանակ շատ էին հանդիպում այնպիսի քաղաքացիներ, ովքեր ասում էին ի սկզբանե մտադիր չեն եղել Փաշինյանին քվեարկել, սակայն այդ ամենից հետո գնացել եւ նրան են ընտրել։ Շատ ճիշտ հարցադրում արեցիք, որովհետեւ ես քանիցս ասել եմ, երբ որ դուք վատ եւ արգահատելի քարոզիչներ Մարգարիտա Սիմոնյանի, Սալավյովի եւ մյուսների շուրթերով ուղակի սպառնում եք հայ ժողովրդին, հա, ըստ էության դա սպառնալիք է հայ ժողովրդին, կամ Նիկոլին պատժելու համար լրջագույն տնտեսական սանկցիաներ եք կիրառում, դա առաջացնում է մերժման հակառակ էֆեկտը։ Նույն ֆերմերները այդ պահին դեռ չեն երևալ, ժամանակ հետո է հայտնի։ Այո, դեռ ինքը իր հետևանքը իր վրա գյուղացին չի զգում, բայց տեսնում է, որ Ռուսաստանը սպառնում է, որ քո ծիրանը չեմ ընդունի, իրան գնացել եւ ընտրել են Նիկոլին։ Ավելին, ես տեղեկություն ունեմ, որ Նիկոլենկը ասում էին, հեսա գալու են Ռուսաստանից, Նիժնի Տագիլից, Պսկովից եկան, դրանց մեջ, որ ասում էին իբր Սամվել Կարապետյանի ընդդիմության համար են եկել ընտրել, հավատացեք ինձ, բազմաթիվ ընտանիքներ եկել եւ Պուտինի ինադու ընտրել են Նիկոլ Փաշինյանին, մարդիկ այնտեղ փող են աշխատում, իրենց ամեն ինչը կախված է այնտեղ, բայց Ռուսաստանի ինադու ինքնաթիռի տոմս են արել, եկել են ընտրել են Նիկոլին։ Մեծ հաշվով Ռուսաստանում չեն հասկանում իրենց արարքների հետևանքը, թե հասկանալով են իրենք ամեն անգամ։ Ես կարծում եմ չեն հասկանում, որովհետև երբ որ փորձում ես հասկանալ, թե ռուսական քաղաքական էլիտայում ինչպես է կայացվում որոշումները, հասկանում ես, որ դու ինչքան էլ փորձես, չես կարող հասկանալ, որտեղ այնտեղ կա միտ, որը բացարձակապես այլ երկրի տակ է, նույն Պուտինի աշխատակազմում կեսը թուրքա-ադրբեջանական լոբինգի ազդեցության տակ են, կեսը այլ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության տակ են, այնպես որ ասում են Ռուսաստանը որոշեց, ես ուզում եմ ասեմ Ռուսաստանի մարմնի որ օրգանը որոշեց, եւ քանի որ այդ երկրում չկա միասնական որոշում կայացնելու կենտրոն, միակամ, ինչպես մեր երկրում կամ որևէ այլ երկրներում է, դրա համար Հայաստանի մասով մենք ունենում ենք ահա այսպիսի որոշումներ։ Մենակ Պեսկովը թուրքական շահերի սպասարկող բավարար է եւ այնտեղ տարբեր նարիշկիններ եւ այլն, որ մենք ունենանք այս իրավիճակը Հայաստանի հետ։ Եվ քանի որ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ բազմաթիվ ընտանիքներ հենց Ռուսաստանից եկել եւ Նիկոլ Փաշինյանի օգտվել, այսպես ասած էլեկտորալ պատկերի վրա ի վնաս Փաշինյանի դա ազդեցություն չի ունեցել, այդ դեպքում ինչու է հակասահմանադրական օրենքը բերեցին եւ այս գործող խորհրդարանը վերջին շնչում ընդունեց եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները։ Ես կարծում եմ դա արվեց հանրաքվեի համար, դա արվեց բացառապես հանրաքվեի համար։ Այո, որովհետեւ արվեց փոփոխություն հանրաքվեի մասին օրենքում եւ ընտրական օրենսգրքում։ Դուք գիտեք, որ 2.5 միլիոն ընտրողի դեպքում անհրաժեշտ է մոտավորապես 650,000 այո կողմ հանրաքվեին։ Այդքան կողմ շատ բարդ է ստանալը եւ մոտավորապես 500,000 ընտրող, ովքեր վերջի 1 տարվա կես տարին մշտապես հաստատ Հայաստանում չեն բնակվելու հանելով, դրանով Նիկոլը էապես իջեցնելու է առաջիկայում սպասվող սահմանադրական հանրաքվեին կողմ ձայների տոկոսը 650,000-ի փոխարեն սարքելու է, ասենք մոտավորապես 500,000 եւ շատ ավելի հեշտ է լինելու այդ 500,000-ը ապահովել վարչական ռեսուրսով
կարգախոսով եւ պատերազմ կամ խաղաղություն վախենալու կարգախոսով։ Որը այս ընտրությունների վրա աշխատեց։ Իհարկե աշխատեց։ Միանշանակ աշխատեց, որտեղ երբ որ ես նայում էի Vox-երը կամ exit poll-երը, տեղամասերից դուրս եկած exit poll-երը, ասենք նայում էի հարցվածների, ասենք 10-ից 6-ը ինչի օգտին եք քվեարկել, ասում էին խաղաղություն։ Հաջողվեց այս թեզը մեր հասարակությանը։ Իհարկե հաջողվեց, դե գիտեք, որովհետև ինքը այնպիսի թեզա խաղաղությունը, որ ոչ մի adekvat հասարակություն, ոչ մի բանական արարած դրան չի կարող դեմ լինել, հատկապես այս արյունալի պատերազմ տեսածը, հատկապես Եռաբլուր տեսածը, բայց հարցը այն է, որքանով է այս ուժը խաղաղության ուժ, էս է, որ հասարակությանը ընդդիմությունը չկարողացավ ցավոք սրտի բացատրել եւ այնպիսի շատ դեպքերում նեգատիվ քարոզարշավ տարավ ընդդիմությունը այդ վախենալու ռոլիկները, այդ ադրբեջանցիները, բան, որ ես նայում էի Բայց իրականությունից այդքան էլ հեռու չի Տիկին Զոհրաբյան։ Հեռու չի, բայց վախի կառավարման դաշտը դա Նիկոլի դաշտն է։ Երբ որ դու մտնում ես մի դաշտ, որտեղ դու պրոֆի չես, այլ ինչ որ տարբեր երկրներից բերված տեխնոլոգներ անում են շատ նեգատիվ քարոզչական ռոլիկներ, ես ձեզ բերեմ օրինակ իմ եւ մի սյունեցու զրույց, որը նայել է այդ վախենալու ռոլիկները, ասեց ավելի լավ է գնամ ընտրեմ Նիկոլին, գնա Ալիևի հետ պայմանավորվի, որ այս վախենալու ապագան հանկարծ չգա։ Եվ Տիկին Զոհրաբյան, վերջում ուզում եմ անդրադառնանք Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը, գիտեք, ԿՊ վարչության որոշմամբ վերջինս այլևս չի լինի ազգային ժողովի նախագահ, շատերի գնահատմամբ սա վրեժխնդրություն է Ալեն Սիմոնյանի նկատմամբ, քանի որ նա ԿՊ-ի ծանր հրետանիներից մեկն էր համարվում, ողջ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին էր, կարկանդակ եւ այլն այդ օպերացիաների մասնակիցներ, սակայն շատերի գնահատմամբ էլ սա ուղղակի պարզապես տակտիկական ինչ-որ տեղափոխում է։ Ձեր գնահատմամբ ո՞րն էր պատճառը, ինչու Սիմոնյանին գոնե այս փուլում դրան տեղը ցույց տվեցին ԿՊ-ին։ Չեմ տեսնում պատճառ, թե ինչի պիտի, ես չեմ հասկանում, որ Ալենին, չգիտեմ ինչ, ես չեմ տեսնում պատճառ, թե ինչի պիտի Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանից վրեժխնդիր լինի, ես կարծում եմ սա տակտիկական քայլ է, ինչ որ մի ժամանակ հետո ես կարծում եմ կտեսնենք որևէ այլ պաշտոնում, որևէ այլ առաջարկում, չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Ալեն Սիմոնյանից, դա իմ անձնական դիտարկումն է։ Ձեռնունայն չի թողնի նրան։ Միանշանակ։ Շնորհակալ եմ Տիկին Զոհրաբյան հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք հասարակական քաղաքական գործիչ Նայիրա Զոհրաբյանի հետ։ Սիրելի հետևորդներ, մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու նպատակով չմոռանաք հավանել այս տեսանյութը, բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը։ Կհանդիպենք։